Բայց չեմ ուզել, որ հարազատ մարդիկ իմ հետ ընդեղ եղնին։ Գյումրեցի Վահանը մի պահ ինքն իրեն չափահաս է պատկերացնում սահմանին կանգնած հպարտ զինվոր։ Պատերազմ բառը չի սիրում, բայց երբ մեծանա ու իր կարիքը զգան, զենքը ձեռքին Գյումրվա հումորներ անելով առաջինն է շտապելու հայրենիքը պաշտպանելու։ Կռվի տաշտում երբ եղա, հենց այդ տարին Ադրբեջանը կվերանա երկրի երեսից։ Նույն կարծիքին են նաև էջմիածինցի փոքրիկ երկրապահները։ Նրանցից ոմանք հայրիկների հետ միասին նույնիսկ հասցրել են գնալ Արցախ, գրկախառնվել ու խոնարհվել հայ զինվորների առջև ապրիլյան մարտերին նրանց ցուցաբերած արիության ու անկոտրում ոգու համար։ Գնացել ենք ես, մամբը, պաչն, մեկ էլ մամվելչան։ Զինվոր ես, պետք է միշտ քո երկրին պաշտպանես։ Կռիվ չենք խաղում, սա ավելի լուրջ բան է, ասում են երեխաները։ Թեքվանդոյի հնարքներին լավ են տիրապետում, գիտեն նաև ավագ սերնդի բասկի ուժը, այդուհանդերձ ասում են, դե ամոթ է, որ տղամարդը զինվորական կարգ ու կանոնով չապրի։ Կրտսեր սերժանտ Մերին իր ջոկի անդամներին ներկայացնում է ինքնաձիգի կառուցվածքը եւ ուշադրությունը հրավիրում նշանոցի կարեւորության վրա։ Պիտույտների պահատուփը։ Փոքրիկ երկրապահին ժամանակին քեռին է սովորեցրել զենքից օգտվելը, բայց հիմա ինքն է նրան խորհուրդ տալիս, ինչպես ճիշտ նշան բռնել։ Առաջին անգամ կրակել եմ շշերի վրա, տիր, իսկ հիմա կրակում եմ ավելի բարձր մակարդակի լազերային Կալաշնիկովի 74 ավտոմատ։ Մերին ընդամենը 13 տարեկան է եւ հպարտորեն ընդգծում է, տան միակ զինվորականն է։ Բարձրակրուն կոշիկներն իրեն բնավ չեն գրավում։ Դրանցով հարմար չէ քայլելը։ Փոխարենը իր նուրբ ձեռքերում ավելի հարմար կարողանում է պահել ինքնաձիգն ու կրակել ուղիղ նշանակետին։ Ես համ աչով եմ կրակում, համ ձախով ուղղակի ավելի հեշտ է լինում կրակելը։ Տղաները ձախով են միայն կրակում։ Երկրապահ Էդուարդը շատ է ցանկանում իր ձեռք բերած զինվորական գիտելիքները կիրառել գործնականում, բայց ափսոսում է, դեռ փոքր է։ Ամենաշատը տատիկս է դեմ որ գամ, բայց ես տատիկիս ասացի այդ առումով հաշվի չեմ առնում։ Մենք բոլորս այստեղ մի ընտանիք ենք։ Ասես մի մեծ ընտանիք լինեն նաև փոքր Մհեր մարզավարժարանի աշակերտները։ Այստեղ ամեն ինչ ճիշտ այնպես է, ինչպես ցանկացած զորամասում՝ զինվորական հագուստ, զինվորական նիստուկած եւ նույնիսկ զինվորական ողջույն հրամանատարին, դպրոցի տնօրենին։ Միայն մի տարբերությամբ՝ շատ դեպքերում հենց իրեն ձեռքերում պահած զենքը երկարությամբ ավելի մեծ է, քան իրենց հասակը։ Հրաչյայի պապիկը Արցախյան ազատամարտի հերոսներից է, իսկ հայրիկը հենց այս պահին թալիշում է, պաշտպանում է Արցախի երկինքը։ Երկար ժամանակ չի տեսել նրան, բայց ինչ արած, լավ գիտի նրա առաքելության կարևորությունը։ Մեր դասակի հրամանատարը, պարոն փոխգնդապետ Կարապետյանը, մեզ պատմել է այդպես ադրբեջանցիների լկտի պահվածքը, որ նրանք այդպես իրենց դիակներին այդպես թողել են ճանապարհին եւ չեն կարողացել, չեն ուզել նրանց փրկել։ Թող չերազեն, Հրաչյայի բարկությունը չի մեղմանում, զարմանում է, ինչպես կարող է հարևան երկիրը աչք դնել մի բանի վրա, ինչն իրեն չի պատկանում, եւ հավելում, որ պետք է Նեսոն Ստեփանյանի նման հմուտ օդաչու դառնա եւ անձամբ պաշտպանի Արցախի երկինքը։ Մեր համազգեստը մեր մանավանդ գլխարկը մեր պատիվն է։ Երբ հագնում եմ այդ համազգեստը, իմ մեջ, պես ասած, ուժ է ներթափանցում։ Վոլոդյան վստահեցնում է, իր համար ռազմավարժությունները խաղուպար են, բազմաթիվ հնարքների է տիրապետում, բայց ավելի մեծ հաճույքով ուրամավաշին է կատարում։ Աշիզումս թռնում սախով գլխին է ստվում։ Հակառակորդին տապալում է գետին։ Վստահեցնում է, ոչնչից չի վախենում, միայն մի բան իրեն հունից շատ է հանում։ Օրինակ, որ հանդես ենք չտալի, իմ ֆոնսոր սիրս կանգնել ու բանալ։ Դավիթն էլ միայն հավելում է, որպես զինվոր իր համար որդեգրել է հետևյալ սկզբունքները։ Ամենակարևորը հավատարիմ լինել իր ընկերոջը, ամենակարևորը հայրենիքին։ Ռազմամարզական եւ արտաուսումնական վարչության պետը նկատում է, այս հարցում իրեն շոշափելի ներդրումն ունի հենց ուսուցչական կազմը։ Մարտական խաչ ստացած վերջին դեպքերի հետ կապված զինվորներից մի մասը Տիգրան Մեծ ռազմամարզական վարժարանի սաներն էին ավարտական եւ այս պահին Տիգրան Մեծ ռազմամարզական վարժարանի տնօրենը իր ամբողջ կոլեկտիվով, տղամարդկանց կոլեկտիվով ապրիլի 2-ի առավոտյան եղել է դիրքերում հորատեսում։
Պաշտպանական դիրքերում է նաև Ատրեոյի հայրիկը, վաղուց նրան չի տեսել, միայն ձայնն է լսել, այն էլ ստացել է հակիրճ պատասխաններ։ Բավջակից ցանկանում եմ հաջողություն, եթե ստենաս իմացի որ ես ստեմ ու միշտ թե պատրաստ լինեմ կգամ կողքդ, անհանգիստ չլինես իմ համար։ Համազգեստով այս զինվորները ընդամենը 11-12 տարեկան երեխաներ են, նրանցից շատերն այն կրում են կարծելով, թե արդեն հասուն տղաներ են, ու հենց իրենք պետք է պաշտպանեն իրենց տունն ու հայրենիքի սահմանները, իսկ շատերն էլ կարոտի արցունքները թաքցնելով փորձում են հետևել սեփական ծնողի օրինակին, դառնալ արժանապատիվ ու մարտունակ զինվոր, որ հայրիկն առաջնագծում հպարտանա իր փոքրիկ զինվորով։ Հասմիկ Առաքելյան, Արտակ Գևորգյան, Հայկուշ Ասլանյան, Աննա Մարտիկյան, Առաջին ալիք։